Երբեմն աշխատանքի ընթացքում բուն աշխատանքից շեղումները եւ սխալմունքները կարող են մեծ հայտնագործությունների պատճառ հանդիսանալ։ Այդպես օրինակ 1945 թվականի Raytheon ընկերության ինժեներ Percy Spencer մագնետրոնի հետ կատարման աշխատանքների ընթացքում հայտնաբերեց, որ իր գրպանում գտնվող շոկոլադե բատոնչիկը հալվել է։ Բայց մինչ այդ, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ է իրենց ներկայացնում մագնետրոնը, ասեմ, որ դա էլեկտրական սարքավորումներում գերբարձր հաճախականությամբ իմպուլսների եւ անդադատանումներ գեներացնող սարք է, որը հիմնականում օգտագործվում է ռադիոլոկացիոն սարքավորումներում, ավելի կարճ ռադարներում։ Այդ փաստը այնքան հետաքրքրեց նրան, որ նա թողեց բուն աշխատանքը եւ սկսեց տարբեր էքսպերիմենտներ կատարել մագնետրոնի հետ, օգտագործելով շոկոլադե բատոնչիկի փոխարեն պոպկորն եւ ձու։ 1945 թվականին նա իր հայտնագործությունը պատենտավորում է եւ դա համարվում է առաջին միկրոալիքային վառարանը։ Ինչն է հետաքրքիր, որ այս երևույթը մինչ Սպենսերը նկատել են տարբեր գիտնականներ տարբեր ժամանակներում, բայց միայն Սպենսերն է, որ այն նկատել է, զարգացրել է եւ հասցրել է ավարտին։ Ավելացնեմ, որ 1950-ականներին Percy Spencer իր հենց Raytheon ընկերության հետ թողարկում է առաջին միկրոալիքային վառարան։ Իսկ առաջի տարբերակը մոտավորապես կշռել է 340 կիլոգրամ եւ եղել է այն համարյա իմ հասակի, մոտավորապես 2 մետր։ Հիմնականում օգտագործել են զինվորական ճաշարաններում, ինքնաթիռներում եւ նավերում։ Այս անգամ այսքանը։ Չենք մոռանում բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնենք հետաքրքիր փաստերը, իսկ մենք կհանդիպենք շուտով։